Թրամփի ծրագիրը Վենեսուելա 2, որը նա նախատեսել էր իրականացնել Իրանի դեպքում, ինչպես Վենեսուելայի դեպքում մտան նախագահին կնոջ հետ գողացան տարան, Իրանի դեպքում արագ փոխել իշխանությունը չստացվեց, Իրանը ոչ միայն չհանձնվեց, այլև Իրանը լայնամասշտաբ բազմավեկտոր ըստ էության շարունակում է պայքարը ամերիկյան-իսրայելական տանդեմի դեմ։ Այո, Թրամփը նախատեսել էր Վենեսուելա 2, Վենեսուելայում ինքը մտածում էր, որ կարողացավ նախագահին գողանա տանի կնոջ հետ, նույնը կարող է անել Իրանում եւ ինքը հայտարարել էր, հիշում եք, որ օրերի ընթացքում Իրանի հարցը լուծվելու լինելու է պրոամերիկյան իշխանություն, դա ըստ էության տապալվեց, ավելին մենք տեսանք, որ Իրանը ծոցի երկրներին զգուշացրեց, որ որևէ խնդիր չկա եւ նեղուցը ձեզ համար կբացվի պայմանով, եթե դուք ձեր երկրներից հանեք եւ շպրտեք ամերիկյան եւ իսրայելական դիվանագիտական ներկայացուցիչները, այո, եւ այս իրավիճակում մենք տեսնում ենք հիմա, որ Թրամփը ըստ էության ուղիներ միջնորդներ է փնտրում եւ իր նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահին զանգահարելը հենց այդ միջնորդների փնտրտուքի ուրեմն կոնտեքստում կարող է տեղավորվել